ոչ միայն 2025, 2024։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անդրադարձել է Իրանում տեղի ունեցող ռազմական գործողությունների ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա, հայտնելով, որ հակամարտության երկարաձգման դեպքում Հայաստանի տնտեսությունը կարող է մեծապես տուժել, քանի որ վնասները ակնհայտ են, նույնիսկ հիմա գնաճային ռիսկերի տեսքով։ Միևնույն ժամանակ նախարարը հավաստիացրել է, որ այս պահին հանրապետությունում ապրանքների դեֆիցիտի խնդիր չկա։ Իհարկե որոշ ապրանքներ Իրանից, որոնք գալիս են, գիտեք, մատչելի են, դրանք որոշակի երկարատև ժամանակահատվածի համար գնաճային ճնշման կբերեն, որովհետև օրինակ վարորդը հրաժարվում է, ասենք, նախորդ սակագնով տեղափոխել, գործարանը հրաժարվում է ինչ-որ ժամերի ենթադրենք աշխատել, որոնք բնականաբար բերում են նրան, որ կան սպառողական նշանակության ապրանքներ կան, տարբեր են այդ ապրանքները, որոնք որ բնականաբար կարող են, այսինքն այս պահին մուտքի հետ կապված խնդիր չունենք, դեֆիցիտի խնդիր ըստ էության շատ չկա։